ես չգիտեմ, ասեմ խղճի վաճառականներ, ես չգիտեմ, ասեմ արժանապատվության վաճառականներ, թասիբի վաճառականներ, թե ինքնիշխանության վաճառականներ, ինչ էլ որ ասես, բոլորը բնթագրում է այս խմբին, եւ հիմա այդ բոլոր մարդիկ նույն դաշտում են, որոնք 30 տարի բեմականացում արեցին, թե իբր Ռոբերտ Քոչարյանը խեղճ Լևոն Տեր-Պետրոսյանին կասեցրեց Ղարաբաղյան խնդիրը լուծել եւ ձեռից խլեց իշխանությունը, այ խաղաղարար Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ իրականություն դարձնել իր ծրագիրը։ Թատրոն 30 տարի խաղացել են մի թատրոն ժողովրդի առաջ, որը նաև ցավոք սրտի ազդել է Հայաստանի անվտանգության վրա։ Եթե դա լիներ միայն ուղղակի թատերական ներկայացում տարբեր դերերով, այսօր բոլոր դերակատարները նույն դաշտում են, նույն թայֆայի մեջ են, նույն խմբի մեջ են եւ ուզում են Հայաստանը վերադարձնել նախկին դարաշրջան, փակել Հայաստանի անվտանգային միջազգային երաշխավորների եւ դաշնակիցների հաստատման գործընթացը, բացառել Հայաստանի ապաշրջափակումը, վերացնել արևմտյան բոլոր նախաձեռնությունները, տրիպը, մյուսը, Հայաստան Եվրամիություն օրակարգը, կամ Ռոբերտ Քոչարյանն ասում հերու մնալ ԵՄ-ի Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար